Դասարանում կամ նախակրթական հաստատության խմբերում բոլոր երեխաները տարբեր են իրենց բնավորությամբ, խառնվածքով, սովորելու կարողությամբ ու հնթունակություններով։ Բոլորը տարբեր են, բայց կրթություն ստանալու հավասար իրավունքներ ունեն։ Սա է համընդհանուր ներառականության հիմքում։ Դասարանում մանկավարժը պետք է հասկանա ու սիրի բոլոր երեխաներին, այնպիսին, ինչպիսին նրանք կան։ Այս պարզ ճշմարտությունը մանկավարժական աշխատաժողովի մասնակիցներին մատուցվեց պատմվածքի ու դերախաղի միջոցով, որտեղ երեխաները ներկայացվեցին ծաղիկների կերպարներով։ Յուրաքանչյուր ծաղիկ յուրահատուկ է եւ մանկավարժի խնդիրն է տեսնել յուրաքանչյուրի գեղեցկությունը։ Ներառական կրթությունը չի վերաբերվում ծաղիկներին, այսինքն չի վերաբերվում ուղղակի երեխաներին։ Ներառական կրթությունը վերաբերում է մեզ բոլորիս, ովքեր ստեղծում են այն համայնքը, որում մենք ինքներս ապրում ենք։ Եվ շատ կարևոր է, որ մարդուն տեսնես իր բոլոր յուրահատկություններով։ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրենի պարտականությունները կատարողն է նշում. դպրոցներում համընդհանուր ներառականությունը շատ ավելի սահուն է ընթանում, քանի որ դպրոցներում այն ավելի վաղ է ներդրվել, քան նախակրթական հաստատություններում։ Սա նաև դպրոցներում աշխատող բազմամասնագիտական թիմի աշխատանքի արդյունքում է։ Շիրակի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնն աշխատում է Գյումրիի, Ամասիայի, Աշոտսքի, մասամբ նաև Ախուրյանի տարածաշրջանների 94 դպրոցների ու 547 երեխաների հետ։ Համընդհանուր ներառականության գաղափարը արդեն ընդունվում է ու որոշակի քայլեր արված են այդ ուղղությամբ ու ահագին ճանապարհ անցել ենք, այդ կարող եմ փաստել, որովհետև այս տարիների ընթացքում կատարած աշխատանքը ցույց է տվել, որ կարողացել ենք այդ ճանապարհը հաշտել ու բոլոր հնարավորությունները կա, պետությունը ստեղծել է հնարավորություն եւ խելամիտ եւ միջավայրային հարմարեցումների համար, որ դպրոցը դժվարություն չունենա։ Դպրոցներին գումարվել է նաև աշխատանքը մարզի նախակրթական հաստատություններում։ Աշխատանքի ծավալը մեծ է, մասնագիտական կադրերը չեն բավականացնում։ Սա էր գլխավոր խնդիրը, որի մասին բարձրաձայնեցին աշխատաժողովի մասնակիցները։ Մարզում այսօր առաջնային մասնագետի կարիք, որպես այդպեսին պիտի նշեմ էրգոթերապիստ է։ Վատ չէր նաև սուրդոմանկավարժ, որովհետև հենց այս պահին մենք ամբողջ մեր Շիրակի տարածաշրջանում ընդամենը ունենք 1-2 էրգոթերապիստ։ Կարևոր մասնագետ, ինչքան ունենանք մասնագետ, էլի քիչ է, որովհետև աշխատանքի ծավալները շատ են։ Ոչ միտեղ ներառական կրթության մեջ չի ապահովում ժեստերի լեզվի թարգմանչի ներկայությունը։ Դա ոչ միայն խանգարում է, այլև սահմանափակում է լսողության խնդիր ունեցող մարդկանց ընդհանրապես բարձրագույն կրթություն ստանալը եւ ներառականությունը։ Կամաց, ոտքերն հողի։ Լուսինե Հոլիկյանը ժեստերի լեզվի թարգմանիչ է, սոցցանցերում ու հատուկ ծրագրերի միջոցով է ժեստերի լեզվի թարգմանությունը հասանելի դարձնում դրա կարիքն ունեցողներին։ Հայաստանի ոչ մի բուհում ժեստերի լեզվի ուսուցում չկա, հետևանքում ստացվում է հակադրություն, համընդհանուր ներառականություն ու մասնագետների պակաս։ Ժեստերի լեզվի թարգմանիչ դառնում են այն մարդիկ, ովքեր հենց ոլորտի մասնակից են եւ մշակույթի կրող։ Թարգմանիչ 90% դառնում են այն մարդիկ, ովքեր ունեն խուլ ծնողներ կամ լսողության խնդրի կրողն են, որոնցից մեկը ես եմ։ Հայաստանում ժեստերի լեզուն շատ քիչ տարածված լինելով նաև չկա համապատասխան ինֆորմացիա, որը արհեստական բանականությունն այսպես ասած կգեներացնի եւ կօգնի լսող կամ խուլ մարդկանց իրար հետ երկխոսություն դուրս գալու համար։ Սակայն անկախ ամեն ինչից ժեստերի լեզուն այն լեզուն է, որը զգացմունքների եւ էմոցիաների լեզու է։ Այսինքն մենք ինֆորմացիան փոխանցելուց բացի նաև փոխանցում ենք էմոցիա, փոխանցում ենք դիմախաղ, միմիկա, առանց որի ժեստերի լեզուն եւ միտքը դառնում է անիմաստ։ Ես չեմ պատկերացնում, որ արհեստական բանականությունը կարող է 100% փոխարինել ժեստերի լեզվի թարգմանչին։ Ինչպես բոլոր բնագավառներում ներառական կրթական համակարգում եւս արհեստական բանականության ներդրումը դրական տեղաշարժ կարող է բերել, բայց ոչ փոխարինել։ Աշխատաժողովի մասնակիցներին նաև ներկայացվեց, թե ինչպես կարելի է օգտագործել ժամանակակից տեխնոլոգիաները եւ դրանք համատեղել մանկավարժական հմտությունների հետ։ Արհեստական բանականությունը պետք է գործի որպես խելացի օգնական, այլ ոչ թե լուր, ղեկավար ու կառավարիչներ։ Տեխնոլոգիաներն ու արհեստական բանականությունը ըստ մանկավարժների երբեք չեն կարողանա փոխանցել այն զգացմունքները, վերաբերմունքը, որոնք առաջնային են ու ամենակարևորը համընդհանուր ներառականության մեջ։ Մանկավարժի առաքելությունն անփոփոխ է՝ մոտիվացնել, ոգևորել ու աջակցել աշակերտին։ Լուսինե Հայրապետյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։